Բարև ձեզ, երկրի հարցը ծրագիրն է եթերում։ Մենք շատ ենք խոսում հայրենի կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին, թվում է թե կառավարությունը ջանքեր է գործադրում, ծրագրեր է իրականացնում, բայց արդյունքում սոցիալական վիճակը մարդկանց ավելի վատանում է, մարդը չի կարողանում ինքն իրացվել իր երկրի մեջ, աղքատությունը շատանում է եւ մարդիկ ստիպված են լինում բռնել արտագաղթի ուղին։ Իսկապես արտագաղթը այսօր մեր ամենահեռատապ խնդիրներից մեկն է։ Բայց արի ուտես, որ Հայաստանում կա եւ գործում է նաեւ կազմակերպություն, հիմնադրամ ավելի ճիշտ, որ մտածում եւ քայլեր է ձեռնարկում ճիշտ հակառակ ուղղությամբ մարդկանց Հայաստան վերադարձնելու։ Հիմնադրամը կոչվում է Վերադարձ Հայաստան, երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ այս հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարասլյանի հետ։ Բարի երեկո։ Ճիշտ ասած, ինձ համար զարմանալի էր, որ այս միջոցին, երբ թվարկածս եւ չթվարկածս խնդիրների պատճառով մարդիկ ավելի շատ մտածում են գաղտնիք չէ, մտածում են արտագաղթի մասին, դուք մտածում եք մարդկանց Հայաստան վերադարձնելու։ Մի քիչ ռիսկային չի։ Գիտեք, քանի որ ես վերադարձողներից մեկն եմ, համարում եմ, որ ռիսկային չի, որովհետև կան շատ մարդիկ դրսում եւ Ռուսաստանում, Ամերիկայում, Կանադայում եւ այլ երկրներում, ովքեր որ մտածում են հայրենադարձության մասին, բայց իրենք շատ լուրջ խնդիրներ ունեն, որտեղ որևէ ինֆորմացիա չունեն, չեն պատկերացնում դա ինչ իրենից ներկայացնում, ինչպես է պետք կազմակերպել հայրենադարձությունը եւ այլ հարցեր։ Մեր հիմնադրամը պետք է զբաղվի այդ հարցը մեր հիմնական հարցերից մեկն է։ Ինֆորմացիա չունենալը ավելի շատ դրական թե բացասական ազդեցություն ունենում մարդկանց որոշում կայացնելու վրա։ Ինձ թվում է բացասական, որտեղ բացասական ինֆորմացիան մենք շատ լավ գիտենք ինչքան արագ է տարածվում, բայց դրական ինֆորմացիայի մասին գրեթե տեղեկություն չկա։ Չկա տեղեկություն այն մարդկանց մասին, ովքեր որ եկել են, վերադարձել են, ինտեգրվել են եւ բիզնեսում եւ հասարակության մեջ բավական լուրջ դերակատարություն են։ Փոխարենը կա ինֆորմացիա այն մարդկանց մասին, ովքեր եկել են, չեն ինտեգրվել, չեն հաջողել, հիասթափվել են, վստահությունը կորցրել են։ Լավ, ես ճիշտ ասած մինչև ձեր գալը փորձեցի տեղեկություններ հայտարարել ձեր գործունեության վերաբերյալ, գտա ինչ-որ բաներ, այստեղ ասում է, որ գործելու է 3 ուղղություններով, այս հիմնադրամը գործում է 3 ուղղություններով, Սփյուռքում ներկայացնել հայրենադարձության գաղափարը, հավաքագրելով եւ տարածելով օրինակներ արդեն հաստատված հայրենադարձների մասին, աջակցել հայ հասարակության մեջ այն անձանց ինտեգրմանը, ովքեր որոշել են հայրենադարձել, խթանել հայրենադարձությանը նպաստող պետական քաղաքականության եւ հասարակական միջավայրի ձևավորում։ Հիմա ուզում եմ այս 3 սկզբունքներին առանձին անդրադառնանք, հա։ Ուրեմն առաջինը Սփյուռքում ներկայացնել հայրենադարձության գաղափարը հավաքագրելով եւ տարածելով օրինակներ արդեն հաստատված հայրենադարձների մասին։ Ինչ օրինակներ եք դուք գտնում, ներկայացնում, որ մարդու մեջ հավատ առաջանա, հույս առաջանա, որ պետք է գալ, վերադառնալ, աշխատել, ապրել, մի խոսքով հիմնավորվել հայրենիքում։ Նախ եւ առաջ ուզում եմ սկսել նրանից, որ հիմնադրամը ստեղծվել է ընդամենը 2 ամիս առաջ, բայց մենք արդեն բավական լուրջ աշխատանք ենք տանում։ Հիմնադիրները 12 հոգի են, որից կեսը հայրենադարձներ են տարբեր երկրներից, Ամերիկայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Ռուսաստանից եւ Լիբանանից եւ մնացած ես Ռուսաստանից եմ։ Եվ մնացած մեր գործընկերները, մեր հայրենակիցներն են Ռուսաստանից։ Մենք այս նախաձեռնության շուրջ արդեն կարողացել ենք հավաքել մոտ 500 հայրենադարձ, ովքեր որ տեղափոխվել են կամավոր իհարկե հիմունքով տեղափոխվել են Հայաստանից վերջի 20 տարվա ընթացքում, իրականում հայրենադարձների թիվը շատ ավելի մեծ է, մի քանի հազար մարդ կլինի հաստատ, եւ այդ մարդիկ տեղափոխվել են շատ տարբեր երկրներից, Ամերիկայից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՊՀ տարբեր երկրներից, Մերձավոր Արևելքի երկրներից, Ավստրալիայից, Արգենտինայից եւ այլ երկրներից։ Եվ մենք փորձում ենք այդ մարդկանց պատմությունները, թե ինչու են տեղափոխվել եւ հաջողության պատմությունները, եթե կարողացել են այստեղ հաջողության հասնել, փորձում ենք մեր վեբսայթում, որը կոչվում է www.repeatarmenia.org, փորձում ենք տեղադրել այնտեղ եւ տարածել։ Եվ ոչ պակաս կարևոր այն է, որ այդ մարդիկ ոչ միայն տեղեկություններ են տրամադրում, թե ինչպես են տեղափոխվել, ինչու համար են դա արել, այլ նաեւ պատրաստ են աջակցություն ցուցաբերել նոր եկած հայրենադարձներին։ Բայց այդ success story-ներն են շատ մեր իրականության մեջ, թե ճիշտ հակառակ story-ները։ Դժվար ասել, որտեվ կան եւ success story-ներ, կան եւ ոչ հաջող story-ներ, բայց խնդիրը այն է, որ յուրաքանչյուր վատ լուրը, դուք գիտեք, երևի մի 30-50 անգամ ավելի լուրջ բացասական էֆեկտ ունի, քան դրական լուրը։ Եվ նույնպես ասեմ, որ մարդկանց ձախողման պատճառներից մեկը, երբ որ իրենք գալիս են այստեղ ուզում են գործ սկսել եւ այլն, մեր փորձից ելնելով կարող ենք ասել, որ մի 70-80%-ով կապված է իրենց գործունեության ոճից։
որովհետև մարդիկ երբ որ սկսում են գործ անել Հայաստանում, չեն կարող տարանջատել բարեգործությունը բիզնեսից, սխալ պարտներներ են գտնում այստեղ եւ այդ պատճառով ձախողվում են, ուրիշ խնդիրներ կան, որ պրոֆեսիոնալ չեն մոտենում գործունեությանը, բիզնես պլան չեն մշակում, ճիշտ մարդկանց աշխատանքի չեն ընդունում, որպեսզի իրենք կարողանան գործ ունենալ եւ փակել այդ հարկայինի եւ մաքսային հետ կապված հարցերը։ Իսկ չկան ավելի շատ չեն այն դեպքերը, երբ որ մարդը գալիս է տեսնում, որ այստեղ բիզնես միջավայրը իր պատկերացրած բիզնես միջավայրը չի, հարկային մաքսային վարչարարությունը իր պատկերացրած հարկային մաքսային վարչարարությունը չի, չգիտեմ 1000-ից անօթություններ են պետք, 1000, չգիտեմ, այստեղ մոնոպոլիաներ կան, բաներ կան, որտեղ մտնել անհնար է, մարդը հաստատվում թողնում գնում է։ Այսինքն դուք որ ասում եք տարածենք, գնանք քարոզենք հայրենադարձության գաղափարը, դուք տարածել, քարոզելու եւ մարդկանց ոգևորելու բերելու համար պիտի success story-ները ներկայացնեք։ Այս մյուսը ներկայացնում եք, ասում եք, որ մենք այս կարգի ռիսկեր ունենք։ Այո, երկե մենք չենք ցույց տալիս միայն դրական կողմերը, մենք նաև խոսում ենք խնդիրների մասին եւ այդ 500 հոգին, որ այստեղ է, մենք օգտագործում ենք մեր կոնտակտային տվյալները, կապերը, գիտելիքը, փորձը, որպեսզի նոր եկած մարդկանց կարողանանք ճիշտ ուղղորդել, ճիշտ մարդկանց հետ կապել, որպեսզի իրենք այդ գործը ճիշտ սկսեն եւ չձախողեն։ Մենք ունենք success story-ներ եւ իրենք քիչ են, եթե անկեղծ խոսենք։ Ունենք ուրիշ տարբերակ հայրենադարձան, երբ որ մարդիկ տեղափոխվում են այստեղ, բայց իրենց ակտիվները, բիզնեսը հիմնականում գտնվում է Հայաստանից դուրս, որը էլի վատ տարբերակ չէ։ Իսկ իրենք տեղափոխվեն, իրենք տեղափոխվում են այստեղ, որոշ գործ անում են այստեղ, իհարկե կարող են բիզնեսով զբաղվել կամ հասարակական գործունեությամբ, բայց իրենց հիմնական բիզնեսը կամ ակտիվները կան դրսում, որ օգնում են, որ իրենք ապրեն այստեղ եւ աշխատեն։ Կամ կան դեպքեր, երբ որ ընդհանրապես իրենք աշխատանքային տեղեր են ստեղծում Հայաստանում, բայց իրենց բիզնեսը որևէ ձևով կապված չի ներքին փոքր շուկայի։ Այսինքն գործարանը, իր գործարանը կարող է լինել Ռուսաստանում, իր կլիենտը կարող է լինել Ռուսաստանում, բայց ինքը այստեղ վարձելով մոտ 20-30 ընտանիք կարող է այդ մարդկանց ընդգրկել այդ գործընթացի մեջ։ Դե դուք մի մասնավոր օրինակ եք բերում, որ երբ որ գործարարը այսպես կարողացել է մտածել, գտնել ռիսկերը շրջանցելու ինչ-որ ճանապարհ, բայց եթե կա ռիսկը, այդ դեպքում բոլորը չէ որ կաշխատեն մտածել ինչպես շրջանցել այս ռիսկը, պարզապես չեն կա այդ ռիսկի տարածքը, ռիսկի գոտին, նախընտրեն գնալ այնպես տեղ, որտեղ ռիսկերը ցածր են կամ ընդհանրապես չկա։ Համաձայն եմ, բայց եկեք նորից անկեղծ լինենք, ես հասկանում եմ, որ մեր երկրում կա եւ մոնոպոլիաներ կան, եւ օլիգարխներ կան, եւ որոշ ոլորտներ կան, որտեղ որ շատ դժվար է գործ անել կամ ընդհանրապես անհնարին է, բայց շատ ու շատ սեգմենտներ կան, որը թեր զարգացած են եւ մարդը, ով դրսից է եկել եւ փորձ ունի, գիտելիք ունի, արտաքին աշխարհի հետ կապ ունի, արտաքին շուկաները լավ է ճանաչում եւ տիրապետում, ինքը կարող է այդ սեգմենտներում հաջողության հասնել։ Բայց մեր իրականությունը լրիվ այլ է, ասենք, ես հիշում եմ այսօր տաղավարում զրուցել եմ նաեւ փաստաբանների հետ, ովքեր նախատեսում էին ստեղծել մի կառույց, մի շարժում, որը կոչված էր լինելու պաշտպանել սփյուռքահայ ներդրողների իրավունքները։ Իսկ դրա անհրաժեշտությունը ինչի էր առաջացել։ Առաջացել է նրա համար, որ շատ սփյուռքահայ ներդրողներ գալիս են այստեղ եւ ներողություն բառիս համար պարզապես գծվում են։ Այդպիսի դեպքեր կան, նորից եմ ասում, բայց շատ հարցեր կապված են նրանց, թե ինչպես են իրենք մուտք գործում Հայաստան, ինչպես են սկսում իրենց գործունեությունը։ Մեր գործը այն է, որ եթե նույնիսկ մարդը որևէ կոնտակտներ չունի այստեղ, նոր է եկել Հայաստան, ուզում է տեղափոխվել, մենք կարողանանք որպեսզի առաջի կառույց իրեն այդ տեղեկությունը տրամադրենք, ճիշտ մարդկանց հետ կապենք, որոշակի հոգեբանական աշխատանք տանենք, որովհետև ինքը ի վերջո այլ երկրից է տեղափոխվել Հայաստան եւ շատ ու շատ այսպես կոչված շոկ կուլտուր հետ կապված հարցեր են առաջանում եւ մենք օգտագործում ենք այդ մեր հայրենադարձների ցանցը, տեղական կազմակերպությունների կապերը եւ գիտելիքները, որպեսզի այդ մարդիկ ավելի ճիշտ ձևով ինտեգրվեն եւ հաստատվեն Հայաստանում։ Լավ, ինտեգրվելուն անցակ արդեն սա ձեր երկրորդ ուղղությունն էր, հա, աջակցել հայ հասարակության մեջ այն անձանց ինտեգրմանը, ովքեր որոշել են հայրենադարձել։ Ինտեգրումը կոնկրետ սիրահայերի մասով է ասված, թե ընդհանրապես, թե կամ մենք աջակցում ենք նաեւ սիրահայերի, չնայած սիրահայերի պարագայում մենք մի հետաքրքիր նախադեպի հետ ենք գործ ունենում, երբ որ մարդիկ ստիպված են տեղափոխվել Հայաստան։ Իրենք գիտակցաբար չեն եկել Հայաստան, բայց նույնիսկ այս դեպքում մենք համարում ենք, որ շատ կարևոր է իրենց օգնել, որպեսզի իրենցից մեծ մասը կամ կեսը կամ 20% ոչ մեկ չգիտի հաստատվի Հայաստանում, որտեղ շատ լավ երիտասարդներ կան եւ տարիքով մասնագետներ, մենք ուղղակի մեզ մոտ օրեկան մոտ 4-5 հոգի այցելում է եւ գալիս է փորձում են
գալ եւ հաստատվել Հայաստանում, մնալ այստեղ, գործի հետ կապված խնդիր ունեն կամ ուզում են բիզնես սկսել, կամ ինտեգրման հետ կապված խնդիր ունեն, կրթության հետ կապված խնդիրներ ունեն։ Մենք իհարկե բոլոր այդ ծառայությունները չենք մատուցում, բայց ունենք գործընկերներ եւ կարող ենք ճիշտ ուղեկցել իրենց։ Լավ, Սիրիայի հետ կապված հասկանալի է, որ սա ֆորս մաժոր է, հանգամանքների բերումով մարդիկ ստիպված են եղել գալ, հա, ամեն ինչ հասկանալի է։ Իսկ ոչ ֆորս մաժորային իրավիճակներում։ Իրականում այն ծառայությունները, որ մենք ուզում ենք մատուցել, գրեթե նույնն են բոլորի համար։ Առաջինը, երբ որ մարդիկ դեռ մտածում են տեղափոխվելու մասին, մենք բացատրում ենք, թե ինչպես կարելի է կազմակերպել տեղափոխումը, անձնական իրեր ինչպես պետք է բերել Հայաստան, ինչ կարգավիճակն է օպտիմալ իրենց համար, երկհաղորդություն կամ հատուկ կարգավիճակ, օրինակ ինչ ստրատեգիա իրենք պետք է ունենան իրենց ակտիվների վերաբերյալ, որ գտնվում են Հայաստանից դուրս, արդյոք պետք է վաճառեն իրենց բնակարան տեղափոխեն այստեղ, թե ժամանակավոր թողնեն այն այնտեղ։ Հետո մենք նաև ներկայացնում ենք նախ մինչև պրեդրեպատրիացիոն հնարավորությունները Հայաստանի մեջ։ Ինչ վոլոնտերական կազմակերպություններ կան, եթե մարդը ուզում է այստեղ ուսում ստանալ անգլերենով, կարող է գնալ ամերիկյան համալսարան, եթե ուզում է ուսում ստանալ ռուսերենով, կա սլավոնական համալսարան։ Ունենք այսօր դրությամբ հրաշալի մի դպրոց, որը կոչվում է այդ դպրոց, ունենք Տումո կենտրոն, մենք այդ բոլոր հնարավորությունները ցույց ենք տալիս մարդկանց։ Եթե մարդը ուզում է գործ գտնել այստեղ, ապա մենք խնդրում ենք, որ ինքն CV մեզ ուղարկի եւ այդ ռեզյումեով մենք սկսում ենք աշխատել գործատուների հետ, այն կազմակերպությունների հետ, որոնք արդեն զարգացման փուլում են գտնվում եւ իրոք կարիք ունեն այն մասնագետների, ովքեր որ դրսում կրթություն են ստացել, գիտելիքներ ունեն, փորձ ունեն, լեզուներ են տիրապետում եւ փորձում ենք անհատապես աջակցել յուրաքանչյուր պոտենցիալ հայնադարձին։ Եթե մարդը ուզում է գործ սկսել, նույն ձևով մենք նայում ենք թե հայնադարձների մեջ ով է հաջողության հասել այդ ոլորտում, կապում ենք այդ մարդու հետ, որպեսզի այդ փորձի փոխանակումը տեղի ունենա։ Ապագայում նաև մշակել ենք ինտեգրման ծրագիր, այսինքն յուրաքանչյուր մարդը, որ տեղափոխվել է Հայաստան, ինքը հնարավորություն կունենա անվճար 3 ամսվա ընթացքում անցնել ինտեգրման դասընթաց, որի մեջ կլինի լեզվի ուսուցում, պրակտիկական խորհուրդներ, այստեղի կյանքի վերաբերյալ մշակութային, բիզնես եւ այլ կոմպոնենտների մասով որոշակի դասախոսություններ։ Ասում եք խթանել հայրենադարձությանը նպաստող պետական քաղաքականության եւ հասարակական միջավայրի ձևավորումը։ Դուք կարծում եք, որ մեր պետությունը հայրենադարձությանը նպաստող պետական քաղաքականություն ունի։ Գիտեք, ես կասեի, որ այս բան դեռ չունի, բայց որոշակի միտումներ կան։ Եթե մենք համեմատենք ինչ էր տեղի ունենում նույն Իրաքահերի պարագայում, իսկ դա եղել է ընդամենը 5-6 տարի առաջ, կհասկանանք, որ բավական լուրջ առնչություն կա եւ պետական կառույցների կողմից եւ հասարակության կողմից, որը նույնպես ավելի պատրաստ են հասկանալ եւ օգնել նորեկացներին եւ աջակցել ինտեգրման գործընթացին։ Դենց որ որոշակի շարժ կա, բայց մենք որպես հասարակական կազմակերպություն պետք է դնենք նոր հարցեր, պետք է նաեւ առաջարկենք լուծումներ։ Մենք ոչ միայն խնդիրներից ենք խոսելու, այլ նաեւ գալու ենք կոնկրետ առաջարկություններով։ Ես մտավախություն ունեմ, որ իշխանությունները չեն խրախուսի ձեր քայլերը։ Դա այս բան մենք նման խնդիրներ չենք ունեցել եւ այդ քայլերը կհանգեցնեն տրանսֆերտների նվազեցմանը։ Իսկ տրանսֆերտները թե մեր երկրի համար ինչքան կարևոր նշանակություն ունեն, պարզ է, չէ՞։ Այսինքն հասկանալի է, բայց տեսեք, մենք չենք ասում 100,000 հայ տարեկան տեղափոխել Հայաստան։ Մենք հասկանում ենք, որ դա ռեալ չի այս բանը։ Մենք խոսում ենք ենթադրենք 200, 400, 500 ընտանիք տարեկան տեղափոխենք Հայաստան։ Ընդ որում ցանկալի է, որ այդ ընտանիքները կամ այդ մարդիկ, ովքեր որ տեղափոխվում են, այսինքն հաջողության հասած մարդիկ լինեն, որ կարող են իրենց հետ բերել նոր բիզնես, նոր մշակույթ եւ բիզնես ոլորտում եւ հասարակության հետ կապված տարբեր հարցերում նորամտություններ բերեն այս երկրի մեջ։ Չէ՞ որ մենք տարբեր տեսակի մարդիկ ունենք եւ Հայաստանում եւ դրսում եւ մենք պետք է գնահատենք այդ տարբերությունը, այլ ոչ թե հակառակը։ Ինձ թվում է հասարակությունը կամաց-կամաց դա արդեն սկսում է հասկանալ եւ պետությունը նույնպես հասկանում է, որովհետեւ այս արտագաղթը, որ մենք ունենք, հիմա այդ տեմպերը, որ տեղի են ունենում, ժամանակավոր առումով իհարկե բերելու է տրանսֆերտների ավելացմանը, բայց երկարաժամկետ առումով բերելու է կատաստրոֆային, այսինքն բերելու նրան, որ այդ մարդիկ, ովքեր որ հիմա տեղափոխվում են 20, 30, 40 տարուց հետո, իրենք ձուլվելու են, մեծ մասը իրենցից ձուլվելու է եւ այդ մենք որ ասում ենք 3 միլիոն հայ Հայաստանում այս պահին այս եվրոպական լուծումը կառավարության համար կարծես թե ձեռնտու է, չէ՞։ Չէ, ասի որ ամբողջությամբ ձեռնտու է, իհարկե դժվար է ստեղծել հնարավորություններ մարդկանց մի մասի համար Հայաստանի բնակիչների, որովհետև ամեն դեպքում Ռուսաստանը եւ այլ երկրները ավելի մեծ հնարավորություններ ունեն եւ
այլընտրանքային բաներ են առաջարկում այդ մարդկանց, որ իրենք կարողանան գնան եւ փող աշխատեն եւ այլն։ Բայց նորից եմ ասում, մենք ուզում ենք բերել այն կարող մարդկանց, ովքեր որ կարող են ալտերնատիվ գործունեություն ծավալել Հայաստանի մեջ եւ ստեղծեն այն հնարավորությունները, որ կասեցնեն կամ դանդաղեցնեն արտահոսքը Հայաստանում։ Հասկանալի է, բայց էլի պիտի վերադառնամ նրան, որ շատ ծանր դժվար բեռ եք վերցնում։ Ասում եք վատ ինֆորմացիան արագ է տարածում, լավը համաձայն եմ։ Ասում եք success story-ներ կան, համաձայն եմ, բայց վատ ինֆորմացիան այն մասին, որ բիզնես միջավայրը կայուն չի, որ չգիտեմ, այդ վարչարարությունը խեղդող է, որ օրենքի առջև հավասարություն չգիտես երբ ինչպես ում, այսինքն անորոշություններ, ռիսկեր, որոնք որ անընդհատ պիտի կան մարդուն խանգարեն որոշում կայացնել եւ գալ այստեղ։ Գիտեք, դա կրկիր հարց է։ Ես նկատել եմ, որ երբ որ հայերը տեղափոխվում են Հայաստանից, օրինակ Ռուսաստան կամ Լիբանանից, Սիրիայից, երբ որ գնում են Կանադա, Ամերիկա, ամեն ինչը որ շատ հեշտ է։ Եվ հայերը շատ ու շատ ջանքեր են թափում, որպեսզի հաստատվեն այդ երկրներում եւ շատ ու շատ բաներին հանդուրժում են։ Համաձայն եմ, հեշտ չէ։ Բայց երբ որ հայերը գալիս են, մենք չենք կարող իրենց համար դրախտ վերցնել։ Երբ որ մարդը գնում է, վստահություն ունի, որ կա օրենք եւ օրենքի շրջանակներում գործելու պարագայում աշխատանք գտնելու, լավ աշխատելու պարագայում ինքը հաջողություն կունենա։ Այստեղ է կողմարդ այդքան վստահություն չունի, որ այդ օրենքը գործում է բոլորի համար հավասարապես, որ աշխատանք գտնելու դեպքում ինքը կվաստակի, որ կարողանա մարդավայել ապրել, կամ գործ դնելու դեպքում ինքը չի գցվի։ Այդ վստահությունը շատ մեծ նշանակություն ունի։ Ես չեմ ասում, որ այստեղից գնում են, չգիտեմ, այսպես ամեն ինչի մեջ հաջողությունը արդեն ճանապարհը բաց է ամեն ինչ։ Դժվարություններ կան, բայց եթե կան որոշակի կոնկրետ օրենքներ, խաղի կանոններ եւ այլն, մարդ ավելի հեշտ է կարողանում կողմել։ Հիմա այդ խաղի կանոնները փոխվում են, չէ՞, որովհետեւ այդ խաղի կանոնները փոխվեն, պետք են փորձառու մարդիկ, ովքեր որ կգան եւ կասեն, որ այս կանոնները սխալ են։ Եվ կպնդեն, կստիպեն պետությանը, որպեսզի այդ կանոնները կամաց փոխեն։ Բայց այդ մարդիկ ամբողջ համակարգի դեմ անզոր են շատ դեպքերում։ Պետք չի սա ենթադրել, որ այսինքն պատերազմային վիճակ չէ։ Ուղղակի էվոլյուցիոն փոփոխություններ են տեղ ունենում երկրի մեջ, եւ ինչքան ավելի շատ ճնշում լինի հասարակության կողմից, այդքան ավելի արագ այդ փոփոխությունները փոփոխությունների ձգտում եք հասնել փոփոխությունների օգտագործելով սփյուռքահայերի ներուժը եւ նրանց ինչ որտեղ նաեւ ռիսկի ենթարկելով։ Այո, իհարկե, բայց մենք իրենց փոխանեն այդ ռիսկը չենք վերցնում։ Մենք ասում ենք, մենք այդ ճանապարհը անցել ենք։ Եթե դուք ուզում եք նույն ճանապարհ անցնել, ապա մենք պատրաստ ենք ձեզ աջակցել։ Ի վերջո սա մեր երկիրն է, սա միակ 42000 քառակուսի կիլոմետր է աշխարհում մեջ, որը կարելի ասել, որ Հայաստանն է, եւ միայն այստեղ հնարավոր է 100%-ով պահպանել հայ ինքնությունը եւ մնալ հայ։ Գիտեք, դժվարությունը կախված է ոչ միայն, կարծում եմ, ոչ միայն այն ռիսկերի հետ, որոնք կան մեր երկրում, մեր հայրենիքում, բոլորս էլ գիտենք։ Կախված է նաեւ նրանից, թե ինչպիսի միգրացիոն քաղաքականություն են վարում մյուս երկրները։ Մենք այստեղ նստած տեսնում ենք, թե ինչպիսի ագրեսիվ միգրացիոն քաղաքականություն է վարում Ռուսաստանը։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի միգրացիոն քաղաքականություն են վարում եվրոպական երկրները։ Տեսնում ենք, թե ինչպիսի միգրացիոն քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգները, հա, այն առաջի դեպքում հայրենակիցներ ծրագիր։ Ռուսաստանը հզոր երկիր, որ թվում է թե խնդիր պիտի չունենար, բայց մտածում է իր ժողովրդագրական վիճակի մասին եւ այդ ծրագիրն իրականացնում է, անկախ նրանից այստեղ մեզ դուր է գալիս, դուր չի գալիս, կառավարությունը թույլ տվել է, թույլ չի տվել, ինքը այդ ծրագիրն իրականացնում է։ Եվրոպական երկրները առաջարկում են աշխատանք, լավ կրթության հնարավորություն եւ այլն, եւ մարդիկ հիմնականում ավելի ուղեղների արտահոսք է կազմակերպում։ Միացյալ Նահանգները green card մի խոսքով այս միգրացիոն որոշ դեպքերում նաև ագրեսիվ միգրացիոն քաղաքականություն եւ դուք դրա դիմաց ոչ պետական, ասենք, մեկ հիմնադրամ, որ փորձում է հակազդել դրան։ Ինչ արդյունք պիտի լինի։ Տեսեք, նորից մենք չենք կարող ամբողջ ֆրոնտով աշխատել եւ չենք երաշխավորում, որ մենք այս երկիրը ամբողջությամբ կփոխենք կամ անմիջապես կբերենք մի 100,000 հայ այդ Հայաստան։ Պարզի որ մենք հասկանում ենք, որ որոշակի սահմանափակումներ կան, բայց այդ սահմանափակումների շրջանակներում կան հնարավորություններ եւ հասունացել են արդեն որոշ քանակությամբ մարդիկ նույն Հայաստանից գնացած Ռուսաստան, ովքեր որ օրինակ 15-20 տարի ապրել են Ռուսաստանում, ես օրինակ անձամբ ապրել եմ 25 տարի Ռուսաստանում, ովքեր որ ուզում են տեղափոխվել Հայաստան, ինչու չօգնենք այդ մարդկանց, ինձ թվում է սխալ է չօգնենք։
Չօգնելը սխալ է։ Հասկանալի է։ Տեսեք, ես թվարկեցի, թե մարդիկ ինչու են գնում այլ երկրներ, եվրոպական երկրներ, այնտեղ քանի որ, չգիտեմ, իմիգրանտի իրավունքների պաշտպանություն, աշխատանքի կրթության հնարավորություն եւ այլն։ Ռուսաստան էլի աշխատանքի հնարավորություն, փող վաստակելու, ապրելու։ Միացյալ Նահանգներ, Հայաստանն ինչ ունի, ինչը պիտի ոգևորի մարդկանց լսելու ձեր խորհրդատվությունը եւ տեղափոխվելու Հայաստան։ Կարող եմ մի քանի օրինակներ բերել, ավելի ճիշտ կլինի, եթե ես իմ փորձից ելնելով ուղղակի ներկայացնեմ, ինչու եմ ես տեղափոխվել Հայաստան, եւ իմ նմանները շատ են։ Մինչեւ այդ ուզում եմ նշել, որ մի քիչ տվյալներ տամ, որպեսզի մենք հասկանանք, որ ընդհանուր խոսակցություն չլինի։ Այս բանին մեր կազմակերպություն դիմել է մոտ 120 հոգի, ընդամենը 2 ամսվա ընթացքում, եւ մենք նոր ենք ձևավորել, նոր ենք սկսել աշխատել, որից 80%-ը, 85%-ը սիրահայերն են, իհարկե, եւ իրենք արդեն ֆիզիկապես մեծ մասը գտնում են Հայաստանում, բայց ունենք դիմողներ Ամերիկայից, մոտ 15 հոգի, 2 ամսվա ընթացքում, ունենք դիմողներ Ռուսաստանից, մոտ 10 հոգի, եւ այլ երկրներից, քիչ թե շատ ունենք դիմողներ։ Եվ գնալով համոզված եմ, քանի որ մենք քաղաքական դեռ գործունեություն չենք ծավալել, համոզված եմ, որ եւ Ռուսաստանից եւ Ամերիկայից մենք շատ եւ շատ հայտեր կստանանք։ Եղած կայացած հայնադարձներից մոտ 100-150 հոգի կան միայն դասական սպյուրքի ներկայացուցիչ, ովքեր որ Ամերիկայից են տեղափոխվել։ Ավելի քան 50 հոգի Կանադայից։ Եվ բնականաբար ինձ թվում է իրենք հենց այնպես չեն տեղափոխվել։ Ես ինքս տեղափոխվել եմ մի շատ հասարակ պատճառով։ Նախ եւ առաջ սա իմ պետությունն է, ես հասկանում եմ, որ չնայած ես 5 տարեկանից Մոսկվայում եմ մեծացել, ես միշտ ձգտել եմ վերադառնալ Հայաստան։ Երկրորդը, ես եկել եմ կյանքի որակի դեպի հայրենիք, հասկանալի է, սա կյանքի որակի համար եմ տեղափոխվել այստեղ։ Կյանքի որակը այստեղ ավելի բարձր է, քան կյանքը մի քիչ կարող է ավելի պրովինցիալ լինի այստեղ, բայց ավելի պրոբլեմներով, ավելի պրոբլեմատիկ է։ Ով որ ապրում է մեգապոլիսում, կհասկանա ես ինչ եմ ասում։ Ես օրական 2-3 ժամ ծախսում եմ միայն ճանապարհի վրա, այսինքն գործի գնալը, հետ գալու, ես ժամանակ չունեմ ոչ մի բան անել իմ կյանքի մեջ, բացի գնալու գործի եւ գումար աշխատելու։ Ճիշտ է, ավելի մեծ գումար հնարավորությունները հնարավոր չի համեմատել Մոսկվայի եւ Հայաստանի։ Բայց կյանքը գնում էր իմ կողքով։ Ես ժամանակ չունեի ոչ երեխաների հետ շփվելու, ոչ ընկերների հետ շփվելու։ Ես փաստորեն հնարավորություն չունեի ապավելու իմ երեխաների անվտանգությունը այնպես ինչպես ես էի պատկերացնում։ Հայ մնալու խնդիրը, որ շատ կարևոր է, եւ շատերի համար։ Եվ բազմաթիվ այլ հարցեր։ Այստեղ ես մեկ օրվա ընթացքում շատ ավելի շատ բաներ եմ հասնանել։ Ի վերջո ամենակարևոր բանը այս մեր կյանքն է, չէ՞, մեր այս ժամանակն է։ Եվ երբ որ ճիշտ շրջապատ ունես այստեղ, ճիշտ ձևով եւ պրոֆեսիոնալ ձևով քո գործն ես կատարում, դու կարող ես օրինակ առավոտ շուտ արթնանալ, գնալ տենիս խաղալու, հետո քո երեխային տանես մանկապարտեզ, հետո գնաս գործից հետո ընկերներով հավաքվեք, գնաք օրինակ Գառնի կամ Նորավանք, այնտեղ ժամանակ անցկացնենք, վերադառնալուց հետո մի հատ էլ գնաք ջազային կոնցերտի, համերգի։ Ռուսաստանում կամ Տորոնտոյում կամ Նյու Յորքում կամ այլ մեծ քաղաքում դա ուղղակի անհնարին է։ Էլ չեմ ասում, որ մենք ոչ ժամանակ պիտի ծախսենք, ոչ ջանքեր, որպեսզի մեր երեխաները հայ մնան կամ հայերեն իմանան։ Օրինակ ես այդքան լավ չեմ խոսում հայերեն, բայց իմ երեխաս համոզված եմ, որ արդեն շատ լավ է խոսում։ Հասկանալի է այդ ցկտումը միշտ դեպի սեփական հայրենիքը, ծննդավայրը, այդ համաձայն եմ նաև, որ կյանքի որակը ձեր ասած տեսանկյունով իհարկե բան է, այս ամենի սրանք են, որ պիտի մարդկանց ցկեն բերեն այստեղ, բայց մենք նաև ընդունեցիք, որ լուրջ խնդիրներ ունենք, որոնք որ մարդկանց նաև վանում են։ Հասկանալի է։ Մի բան էլ ավելացնեմ, մեծ երկրներում կամ մեծ քաղաքներում դուք ձեզ այսպես ասեմ մրջուն եք զգում, այսինքն դուք այդ մեծ համակարգի մի մասնիկն եք եւ նույնիսկ եթե դուք միլիոնատեր եք, դուք այդ զգացումից չեք կարող ազատվել։ Այստեղ Հայաստանում օրինակ սովորական մի ուսանող, որ կարող է սոցիալական անցկացնել կամ $5,000 հավաքել, կարող է հայտնվել հեռուստատեսությամբ եւ ներկայացնել իր նախագիծը, հազարը մի այլ ձևեր ունի ներկայացնելու եւ արտահայտվելու, որը շատ կարեւոր է։ Եվ նորից եմ ասում, Սփյուռքում կան տարբեր մարդիկ, ովքեր ուզում են հայրենադարձվել, կան եւ երիտասարդներ, կան եւ այն մարդիկ, ովքեր որ արդեն տարիք առել են եւ ուզում են տեղափոխվել այստեղ եւ իրենց համար աշխատանք պետք չի, իրենք ուղղակի ուզում են օգտակար լինեն այդ ինքնաարտահայտումը ինչ որ մի ոլորտում կարողանան ապահովել եւ Հայաստանը շատ հնարավորություններ է տալիս։ Հասկանալի է։ Գիտեք, մենք ավարտում ենք արդեն, սպառվեց մեր ժամանակը, մեր այս ամբողջ զրույցի ընթացքում ես փորձեցի հակադարձել ձեզ, հակափաստարկներ բերել, միգուցե ինչ որտեղ գույները խտացնելով, բայց ես իսկապես գտնում եմ, որ շատ կարևոր աշխատանք եք անում եւ շատ ուզում եմ, որ հաջողություն ունենաք այս աշխատանքում։ Շնորհակալություն։ Դե մեր հաջողությունը ձեզանից էլ է կապված, ինչքանով
ավելի շատ դիտեն մեր սփյուռք հայերը ձեր հաղորդումները եւ ինչքանով ավելի շատ կապվում են մեզ հետ, այդքան ավելի լավ մեզ համար։ Շնորհակալ եմ։ Այսքանը երկրի հարցը ծրագիրների եթերում ես զրուցում էի Վերադարձ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ։ Լավ մնացեք։